Գեորգյան, խաղային գործունեության մասին օրենքը պետական եկամուտների կոմիտեի կողմից շրջանառության մեջ է դրվել 2022 թվականին դեռևս։ Ընդունվել է ազգային ժողովի կողմից 2024-ի ամռանը, բայց մինչև դա 2024-ի հունվարին, երբ քննարկվում էր կառավարությունում, վարչապետը հստակ ասել է հետևյալը, որ այս պայից սկսած աշխատանք տարեք, որպեսզի 2025 թվականի հունվարի 1-ին, երբ խաղային գործունեության մասին օրենքը մտնի ուժի մեջ, մենք ունենանք օպերատոր։ Այսինքն 24-ի հունվարին է դա ասել է 1 տարի հետո ինչ չգաք ասեք, որ չի եղել օպերատորը, խնդիրներ կան մրցույթի հետ կապված եւ այլն։ 24-ի հունվարին։ 24-ի ամռանը օրենքը ընդունել ենք, 25-ի հունվարից մտել է ուժի մեջ, հունվարի 1-ից։ Ու բնականաբար, ինչպես վարչապետն էր սպասում ու դրա մասին զգուշացնում էր, չունեինք օպերատոր։ Ես դրա մասին Գարնանը երբ խոսում եի եւ ասում եի, որ կառավարությունը թերացել է, քանի որ օպերատոր պետք է ունենանք եւ չունենք, գործընկերները ասում են, ինչու եք ասում, որ կառավարությունը թերացել է։ Հիմա 25-ի հունվարի 1-ից եւս մի տարի 2 ամիս անցել է։ 26-ի փետրվարն ենք հիմա։ Ինչու ուշացավ, ինչու խաղային օպերատորը, որի մասին խոսում ենք 2022 թվականից, մինչև այս պահը չունենք եւ պրոցեսները կառավարության ղեկավարի զգուշացրուց հետո անգամ 2 տարի ուշացել է արդեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ նշեմ, որ օրենքը ուժի մեջ չի մտել 25 թվականի սկզբից, օրենքը ուժի մեջ կմտնի միայն այն պահից հետո, երբ կընտրվի օպերատոր։ Ըստ անցումային դրույթների նշված օրենքը ուժի մեջ է մտնում օպերատորի սահմանումից հետո։ Օրենքի այն դրույթները, որոնք որ վերաբերում են օպերատորի ընտրության ընթացակարգին, ուժի մեջ են մտնում համապատասխան կառավարության որոշումները ընդունելու պահից։ Կառավարության որոշումները համապատասխան ընթացակարգը սահմանելու ընդունվել են նախորդ տարի ամռանը, որից հետո մտել է բնականաբար ուժի մեջ այն դրույթները, որով որ կկատարվի ընտրության գործընթացը, եւ այդ տրամաբանությամբ էլ շարժվում ենք։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչու սահմանված ժամկետներից որոշակիորեն ավելի ուշ է լինում, ըստ էության ես կարող եմ ասել, որ նման մասշտաբային պրոյեկտ եւ 15 տարով մասնավոր գործընկերոջ հետ պայմանագիր ենք կնքում, մեր երկրի պատմության մեջ շատ չեն նման գնման գործընթացները։ Ես այս բանը կարող եմ մտաբերել երևի թե նման մեկ գործընթաց, որը որ կենսաչափական անձնագրերի հետ է կապված, եւ այս դեպքում ըստ էության խաղային գործունեության կարգավորման օրենքի շրջանակում ընդունվել է ամբողջական նոր կառուցակարգ, թե ինչպես պետք է կազմակերպվեն նման մրցույթները կոնկրետ խաղային գործունեության կարգավորման մասին։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ կուզեմ նշել, կամ թերևս ժամանակ ավարտվել է, ես ավարտեմ, կարձագանքեմ։ Արձագանք։ Տեսեք, վարչապետը հստակ ասել է եւ հանձնարարել է 2024-ի հունվարին, որ մի կողմից աշխատանք տարեք, որպեսզի օրենքը ընդունվի, օրենքը ընդունվել է 2024-ի ամռանը եւ մեջը նշված է եղել, որ օրենքը ընդունվում է 24-ի ամռանը եւ ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։ Բայց ուրիշ բան է անդրադառնում։ Երբ 2022 թվականին օրենքը շրջանառվել է ԲԵԿ-ի կողմից, եղել են մի շարք սահմանափակումներ, որոնք 2 տարվա ընթացքում հանվել են։ Հիմա ասեմ մի քանիսը, խնդրում եմ ասեք ինչու են այդ սահմանափակումները հանվել։ Քանի որ օպերատորի հիմնական խնդիրներից մեկը նաև նա է, որպեսզի մեր քաղաքացիների մասնակցությունը այս խաղերին, որը կործանարար է, սահմանափակվի։ Այսպիսով օրենքի նախագծում գրված է, որ արգելվում է սույն օրենքով նախատեսված խաղերի մասնակցությունը այն քաղաքացիների համար, ովքեր օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացված սուբվենցիոն որևէ ծրագրից։ Այս կետը հանվել է։ Արգելվում է պետական նպաստների մասին օրենքից օգտվող նպաստառուների մասնակցությունը խաղերին։ Սա նույնպես հանվել է։ Ավարտեք։ Այն անձանց, ովքեր գտնվում են սնանկության վարույթում, այս անձանց խաղերի մասնակցությունը նույնպես արգելվում է, այս կետը նույնպես հանվել է։ Այն անձինք ավարտում եմ, այն անձինք երկու կետ եմ նշում շատ կարճ, այն անձինք, ում սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտի 40%-ը, նրանց մասնակցությունը նույնպես արգելվում է, այս կետը նույնպես հանվել է։ Կենսաթոշակային տարիքը լրացած քաղաքացիների մասնակցությունը մոլախաղերին նույնպես արգելվում էր, այս կետը նույնպես հանվել է։ Եվ 6-րդ ավարտում եմ վերջի կետը։ Անջատեք խոսափողը, համեցեք։
Շնորհակալություն, ես եթե թույլ տաք պարզաբանեմ, թե ընթացակարգի որոշակի կառավարության որոշմամբ սահմանված ժամկետները ինչու են որոշակիորեն երկար, օրինակ առաջի փուլի համար սահմանված ժամկետը 40 օր է, այսինքն հայտարարման պայից հետո 40 օր ունեն գործընկերները, որպեսզի առաջարկ ներկայացնեն, երկրորդ փուլում առաջարկի հարցումը ներկայացնելու համար ունեն եւս 2 ամիս, որպեսզի առաջարկ ներկայացնեն, առաջարկի հարցումը հրապարակելու համար եւս կա որոշակի ժամկետներ։ Ինչի են այդ ժամկետները նման տրամաբանությամբ նախատեսված եւ սա բացառիկ դեպք չէ մեր պարագայում, սա միջազգային ընդունված պրակտիկա, օրինակ եթե նայենք ՎԶԲ-ի կամ միջազգային այլ բանկերի, համաշխարհային բանկի գնման ընթացակարգերը, նման ընթացակարգերը նախատեսված են ինչի համար, որպեսզի մասնավոր հատվածը ժամանակ ունենա ծանոթանալ այն պահանջներին եւ ժամանակ ունենա համապատասխան պատրաստվել այդ պահանջներով համապատասխան առաջարկներ ներկայացնելու։ Եթե նման ժամկետներ չեն տրվում, ապա իրատեսական չէ ակնկալել մասնավոր հատվածից adekvat արձագանք։ Ժամկետները դրա համար են տրվել։ Ինչ վերաբերում է սահմանափակումներին, սահմանափակումները կարծում եմ նախագծի փուլում են հանվել, կներեք ժամանակը։ Միտքը ավարտեք։ Ենթադրում եմ նախագծից օրենքի ընդունումից առաջ եղած բաների մասին եք ասում, որտեղ օրենքի ընդունումից հետո նման փոփոխություններ չեն կատարվել։ Սակայն բազմաթիվ խմբեր կան, որոնք օրենքով այսօր էլ արգելված է, որ նոր օրենքով ամեն դեպքում պետք է խաղան, այդ դեպքում պետական ծառայողներ, զինվորականներ եւ այլն, այդ ամենի կարգավորման հենց նպատակով էլ ներդրվում է խաղային կարգավորման մասին օպերատորը, ներդրումից հետո բնականաբար եթե կարիք կլինի նոր խմբեր ավելացնել, ազգային ժողովը կարող է նախաձեռնել համապատասխան փոփոխություն։